Բարի երեկո է հիմա մեզ մոտ, կրկին հանդիպեցինք, ես պետք ասեմ, որ Արմանի հետ եմ, ուղղակի Արմանը որ գնում է, ինքը տխուր է, ինքը շատ տխուր է, որտև ես էլ եմ տխուր, ինքը հավես չունի խոսալու, եկել է, որ ինձ պրաշչացել լինի, հաջողություն ասի, ես էլ իրեն հաջողություն ու Արմանի համար ես այսօր շատ համու բան եմ սարքի, դուք էլ արեք ամառային համովա, շատ ձմեռային էլ որ ժամանակ չկորի, ես ձեզ նախորոք ասեմ տոլմա եմ արել, բայց շատ հետաքրքիր տոլմա եմ ամենասիրած բանն է, տակը դրել եմ լիմոն, պամիդոր, յուղ, դրեցի ես շերեփը, հիմա տեսիք ինչ հետաքրքիր բան է, տորթի նման է եղել, տորթի նման, արդեն ես էփել եմ, տոլմայի միսը ֆարշը պատրաստել եմ դրել եմ, ու կարող եք խաղողի թփով անել, կարող եք կաղամբով անել, ես կաղամբով արեցի, որ խաղողի թփով անել, պետք է սխտոր մածուն լցնի, այդ կաղամբի թեփերը խաշել եմ, ոնց որ տոլման ես անում, հերթով սենց դեր շարում ես, վրան լցնում ես միսը, ֆարշը, հետո էլի նորից այդ կաղամբը, սենց հավաքում ես իրար վրա, տորթի նման է լինում, մի շերտ միսը, մի շերտ կաղամբը, բայց փռում ես տերևները, երբ որ միսը ամբողջ ծածկում է, կաղամբը նորից էլի ծածկում ես իրար վրա, մինչև վերջ, ու տոմատաջուրը լցրել եմ, հիմա նայեք տեսնեմ կկարողանամ, ես ընդհանրապես պետք է շորտ է, տեսնեք, այնքան էլ յուղ եմ արել, ես յուղ շատ եմ սիրում, շատ համով է, արդեն ես հոտից զգում եմ, եղավ, նայեք ինչ լավն է, այստեղ պամիդորն է, լիմոնն է, այս ինչ անուշոտ եկավ, պահ, հիմա այս տանեմ դնեմ սեղանի, տեսեք, տորթ է եղել, տոլմայի տորթ է եղել, գնացինք, նայեք, տեսնենք հիմա ոնց է լինում, Արմանի ապսեն բերեմ մոտեք, ասենց, դիլիք կտրտում է, բայց մի քիչ կծու եմ արել, քանի որ ես սիրում եմ կծու, բայց չուտող եմ, ես ինչ անուշ հոտեր ակալ Արման ջան, ես քոմ ես էլ իննա, հա հետո նախորոք էլ ասեմ, ես կաղամբը որ խաշել եմ ջրի մեջ, մի քիչ քացախ եմ լցրել, որ մի քիչ թթվաշ լինեն, պասուս տոլմայի նման, մամաս ենքան էր ճղանանում, ասում այդքան յուղոտ ճաշերը միար, ասում եմ մամախր համով է յուղոտ, այդ կեսուրից է սովորել, այնքան յուղ էլ լսնում ձվածեղին, ընենց համով էր, խնդրեմ, ես էլ նանայով սոկնա ես եմ սարքել, ոնց որ Ռեհանի անցյալ անգամ արել, ես մեր սալատնա բանջարեղենի, որ զեթունից էդ եմ լցրել, քացախը, սոխը, կանաչի չեմ լսել, որ են համեմի համը չկա, ու վրան լցրել եմ դթումի կուտերը, նայեք, իսկ ընդհանրապես ամեն ինչ է դթումի կուտ եմ լցնում, այս պանինն է չանախ, երշիկը, իսկ սա իմ սիրած պանիրն է բրինձա, այն փոքր ծամաններով, որ վաճառում է, հիմա կուտեն կվերջացնենք ու լուսնային օրից կխոսամ, լուսին 54 օրականը, ու կասեմ իրենից ինչա ներկայացում,
Մենք ճաշեցինք, Արմանը շատ հավանեց իմ մոգոնաս տորտ, տոլմայի տորտը, շատ համով, այո, անպայման լիմոն դրեք տակը, լիմոնը այնքան թթվաշ հաճելի համը տալիս, տենց մեծ կլոր կտրտեք, դրեք ու յուղ լծրեք, ես մի քիչ ձեթ էի լծրել, որ ավելի փափուկ լինի, մսի մեջ էլ ֆարշի մեջ, այդ ֆարշի մեջ բրինձից բացի մի քիչ, շատ պետք չի, որտեղ մարդիկ այնքան շատ են բրինձն անում ու միսը քիչ, մի քիչ էլ աճառ էի լծրել, մի քիչ այսքան աճառ, այսքան բրինձ, ու ֆարշը, ամեն ինչը ձեռքով, պետք է ձեռք կպնի, ձեռնոցները գործանելն էլ ճիշտ չի, ձեռքը պետք է կպնի, որտեղ համը մարդու ձեռքի մեջ, այս է մեր պատառաքաղը, շպրտեք, ձեռքով կերեք, ձեռքով ամեն ինչը տրորեք, ճզմեք, տեսեք ինչքան համ ես տալի, որտեղ քո էներգիան ես տալու յուրաքանչյուր ճաշի մեջ, ամեն ինչի մեջ, տուն մաքրելու մեջ սեր պետք է տնես, եթե սերը դրեցիր համով կլինի, որտեղ նույն բորշը տարբեր մարդկանց մոտ տարբեր համ ունի, նույն բանն է, այսօր Լուսինը 4 օրական է, ու կույսում է, կույս համաստեղությունում, այսօր վաղը 18-19 կույսն է, վեներալն էլ է կույսում հիմա, կարևոր օրեր է շատ, զույգերի հարաբերությունների, ոչ հաշտվողականության, 27 թվականի հուլիսի վերջ Յուպիտերը կույս կմտնի, քանի որ հիմա ռետրո է, հետ ընթաց է գնում Մերկուրին, հիմա 23-ին վերջապես դուրս կգա, հետո կսկսի խավարումները, այնպես որ ես միջև ես ռետրոն խավարումը, որ մի տեղը որ գնում է Լուսինը, այդ կարևոր է լինելու հաջորդ տարվա համար։ Հիմա որ կույսում է Լուսինը 27 թվականի հուլիսի 28-ից Յուպիտերը կմտնի կույս։ Ու կույսերի նոծկների վերաբերում անթապես բոլորին, այդ կենթանակերպերին հարկավոր չի հարցնեք, այս ինչ նշանին ինչա սպասվում, դա այդքան ճիշտ չի, որովհետև եթե մենք հիմա խեցգետին ենք, մենք բոլորս խեցգետին ենք, որտեղ մենք անցնում ենք ամբողջ այդ 8-12 մոլորակներով անցնում ենք, նու Լուսին արև միտեղ մոլորակ ասում ենք, մոլորակ չենք ասում, այնպես որ հարկավոր չի, որ ասեն, այս ինչ կենթանակերպին ես է, դրանք այդքան ճիշտ չէ, նախ պետք է ճիշտ իմանաս, որ դու իրոք այդ կենթանակերպն ես, բոլորը մեկ չեն, ամեն մարդու մամայի անուն ուրիշ է, ոնց կարաս, զույգ ծնված երեխեքը տարբեր են լինում, չնայած ինչքան էլ իրար նման լինեն, ինչի է իրենից ներկայացնում 4 օրական Լուսինը, այսօրվա խորհուրդը տրվում է շարունակել նախկինում սկսած գործելը, բայց ոչ նորը անել, շարունակել, որտեղ հետընթացը դա վերանայել է նշանակում, վերանայում ենք, ու նորը չսկսել, կարող եք կորցրած իրերը գտնել, փնտրել, հին ընկերների հետ հանդիպումներ, որը հետո տալու է որոշակիություն, դա հոկտեմբեր ամիսն է կշեռքը, երբ որ կմտնենք պարտներների ամիսը, ինչ որ հիմա կատարվում է հետագայի համար է, ինչ հիմա որտեղ վերանայման շրջան է, ով իրեն ինչպես կպահի ու մաքրման շրջան ամբողջ տարին, պատասխանների հատուցման տարի ամբողջ տարին, որտեղ Սատուրնը լավ աշխատում է, հիշողությունների մոլորակը, ես շատ անգամ ասել եմ սիրեք Սատուրնի, որ ձեր գլխին հարված չտա, որտեղ շատ փիս հարված է, այն չափալախները Սատուրնն է տալիս, որ ոչ մեկի մտքով չի անցնում 29.5 տարի, մոտ 30 տարի, ով իրան ինչպես պահել է, դա աշխարհով մեկ է, որտեղ այդ մոլորակը բոլորի համար է, միայն Հայաստանի համար չի, բայց որ Հայաստանը հիմա շատ ճիշտ ուղ է գնում, ու այն սահմանափակ 200 գրամանոց այդ շատ է հլը, ուղեղներ, որ ասում են, այս ինչա կատարվում Հայաստանում, ոչ մի վատ բան չի կատարվում, եթե խոսելու լինի, ես ավելի շատ խոսամ, որտեղ ես այնքան խոսելու տեղ ունեմ, ես իմ վշտի, ցավի, խաբեության, որ թալանել են, խաբել են, ամեն ինչ ինձ արել են, ամեն ինչ, ես կարամ ղեկավարությանը փնովեմ, բոլորին փնովեմ, բայց ես ձեն չեմ հանում, ձեն չեմ հանում, որտեղ հարկավոր չի, որտեղ ես գիտեմ ինչից հետո ինչ է գալի,
Քանի որ հիմա հատուցման մենք ժամանակաշրջանում ենք, ամեն մեղավոր իրան արժանի պատիժը ստանալու է, այդպես։ Ինձ համար էլ սա փորձություն էր, որ ինձանով բոլորին ասեմ, որտեղ մենակ ես չեմ այս վիճակում, միայն ես չեմ։ Ու մի նրան մեղավոր գտեք, իմ մեղավորությունը ընդեղ է, որ վստահել եմ իրավական համակարգին, արդարադատությանը վստահել եմ, որտեղ մենք գիտենք, թե օրենք գոյություն ուներ, ու դա հիմա չի, դա 16, 17, 10 թվականների Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակները եղած հարցեր է, որ հիմա է, որ շարժվում է ինչ-որ մի բան։ Այդպես ինչ է տալիս խմբակային, ոչ մի խմբակային ոչինչ չարվի, խմբակային այդ միտինգները ցույցերը անիմաստ է լինելու, այս շոկնել մարդկանց գլխներին է խփում, որտեղ Սատուրնը խոյում է տա գլխեր, ինսուլտներ, ինֆարկտներ շատ է լինելու, այդ ագրեսիայից է կուտակված անցյալի, շատ կարևոր է խուսափել խմբակային աշխատանքներից, հանդիպումներից, հավաքույթներից, քանի որ կարող է առաջանալ բացասական էներգիա, կոնֆլիկտներից խուսափել, հիմա դու նյարդայնացար, հետո կարող է գնաս դու ինֆարկտը խփի, կամ հանգիստ նստած ես ինսուլտը խփի, որտեղ ճնշման տատանողություններ է տալիս, մի քիչ վատ եք զգում, անմիջապես հետևեք, դեղորայք խմեք, ճնշումը չափեք, ու շաքարի տատանողություն էլ է տալի, ովքեր կարող է դու չգիտես, որ դու շաքար ունես, դրա համար դա էլ ստուգեք։ Հետո, այս նյարդային վիճակը այդ բախումները կտա, ագրեսիա կտա ու կոնֆլիկտներ կրել, որը կազդի նախ առաջինը սրտի, հետո ողնաշարի վրա։ Նախընտրել է հում բանջարեղեններ ուտել, որտեղ կույսում է Վեներան, այդ է Լուսինը և Վեներան, բնակարանների վերանորոգման լավ շրջան է համարվում, բայց ոչ առուծախ է։ Բայց եթե ուզում եք ինչ-որ մի բան վաճառեք ձեր բնակարանը, թե մեքենա, տեսեք, եթե ձեզ հարմար գին են տալի և այնտեղ էլ տեսել եք ինչ է որ պետք է առնեք, արեք, մի հրաժարվեք այդ լավ պահերից։ Լավ օր է, բուժիչ օր է համարվում, թուրմեր պատրաստելու և խմելու եփուկներ արեք, օրը լավ է ընտանիքի հետ լինել, Կիրակի օրերը շատ եմ ձեզ ասի, հիմա նորից էլի կհիշեցնեմ, Աստծու հանգստի օրն է, հանգիստ տվեց մեծ, 6 օր երկիրար արեց, 7-րդ օրը խաղաղություն, հանգստություն տվեց, որպեսզի բոլորը աշխատեք ձեր ընտանիքի հետ եղեք, տղամարդիկ պապաներ հարկապես, գնացեք բնության գիրք, մի քիչ ծառեր կրկեք, սիրեք ծառերին, խոսեք հետը, անպայման պատասխանը կստանաք դրական։ Սպոսնել բնության կրկում 4 օրականը համարվում է գիտելիքի ծառավի օր, գիտելիքի ծառավի։ Հիմա լուսնային հանգույցը ծկան մեջ է, որ հոգևոր աշխարհի հարցեր է գնում, դեռ չի վերջացի գլուխ կբարձրացնի եւ եկեղեցի պետք է մաքրվի, ես համարձակ ասում եմ, որտեղ ես տեսնում եմ որտեղից ինչ է գալի, հարկավոր է եկեղեցին մաքրվի եւ իրական հոգեվորականներ ծառայեն իրական մաքուր հոգու, որպես են կնունքները, որ մկրտվում են դրական ազդեցություն ունենա մարդկանց վրա, երեխաների վրա, որ այդ կեղտոտ կախարդությունը թուղթու գրերը չկպնի, որտեղ մերոնը շատ զորություն ունի։ Եթե իրական քահանա հոգևորական այդ ձեռքը դնում է, օրհնում է, այդ մերոնը քսում է, ինչքան ուզում է կախարդներ թուղթու գրեր անողանել չի կպնի։ Այս մի բան է միանշանակ, եւ ամեն քահանա էլ քահանա չի։ Ես քանի տարի շփվում եմ քահանաները, լավ գիտեմ ով է քահանա, ով քահանա չի։ Ու հիմա էլ պետք է ասի, որտեղ հիմա լուսնային հանգույցը ծկան մեջ է, հենց քահանաներն է, հոգևոր կյանքն է, հոգևոր աշխարհն է, խաբեություններ է գնում ֆինանսների, օրենքի, կնիկների հետ կապված։ Չարի ու բարության ընտրության շրջանը հարկավոր չի սրանք խառնել իրար եւ արմատախիլ է լինելու դրանք շուտով։ Ամեն մարդ իր արժանի պատիժն է ստանալու, հատկապես այն մարդկանց, հատկապես ու կրակի նշաններին, դրանք խոյերն են, առույցները եւ աղեղնավորները, ովքեր
անարդար ձևով փողեր են։ Ինչ ասեմ, աշխատել ասեմ, չեմ ուզում աշխատել ասեմ։ Այն մշակը բանվորն էլ աշխատում, այն օլիգարխն էլ աշխատում։ Այդ ինչի բա այն սովորական աշխատող մարդը այդքան վիլաներ չունի, այդքան ամեն ինչ չունի, նա էլ աշխատում քրտնիքը։ Հիմա արդեն Երևան ամեն ինչ կտեսնեք։ Ու այդ Ռուսաստանում էլ է, միայն Հայաստանում չի, շատ-շատերը շատ։ Այստեղ որտեղ Սատուրնը քանի որ հիշողության մոլորակը, հիմա արդեն փետրվարի 13-ից հետո արդեն խոյում է գտնվում, ինչ որ եղել անցյալի են հիշողություններ, հիմա հետ է գալի։ Տեզերք ինքը այդ ամեն ինչը տեսնում է, ու սկսում է վերևից պատիժները տա։ Այստեղ մարդ չի, դա տեզերքն է տալի։ Ժամանակն է հասունացել, որտեղ նոր փետրվարից Սատուրնը փոխվեց։ Միջև այդ ցկան մեջ է, որը տալիս էր սահմանափակումներ, գաղտնիքներ, ֆինանսների, օրենքի, զույգերի, հոգևոր դաշտի, որտեղ եղել է, չէ որ ցուկը երկու հատ է կյանքում անամ եւ ավանտյուրայա խարդախություն է, որտեղ այդ ամեն ինչ եղել է, ու ծածկված է եղել, հիմա ինքը բացահայտվում է։ Ու սկսվում են հերթով պատիժները, Ուրան, Պլուտոն, սկսվում են մոլորակները չասեմ։ Ամենք իր սխալի պատիժը ստանում է տարբերին տարբեր, բայց ամեն առաջինը նյութականին է խփում, գրպանին, որը ծանր են շատ տանում, որը կտա հիվանդություններ, առողջականի խնդիրներ։ Հետո էներգետիկ պաշտպանությունը, եթե դրական ես դու, անբարենպաստ օրերից մեկն է համարվում այսօր, եթե դու նորից գնացիր անարդարության, որտեղ 27 թվականի հուլիսի վերջերից դու պատասխան կստանաս ոչ լավ, որը կապված է Ադամի ու խնձորի հետ, տեսեք, երբ որ Եվան խաբեց Ադամին, ու խնձոր չի կյանքի պտուղը համարվում, մենք խնձոր ենք ասում, այդ ուղու ընտրության եւ խորհրդանիշն է համարվում, առաջնային անկումն է, խորհուրդ է տրվում ծառեր տնկել, ցանել, հերքել, ուսումնասիրել ազգայինը, գենետիկան, պատմական ավանդույթները, ձեր եթե տանը կան մեծահասակներ, իրենց հարցրեք, թող իրենց այն մանկության, պատանեկության, իրանց երիտասարդ տարիների, ուսանող տարիների, ինչ որ եղել է թող պատմեն ու սովորույթները պատմեն, ինչ բանը հայոց ընտանիք։ Ու երբեք մի ասեք, մենք հայ ենք, մեզ սենց է, բոլոր ազգերն էլ ունեն իրանք պապա, մամա, ընտանիք, բոլոր ազգերի մեջ էլ բարոյականությունը կա, ընտանիք հասկացողությունը կա ու խարդավանքն էլ կա։ Ներող կլեք։ Սիրելինի հետ ինչքան կարող եք փափուկ եղեք, լավ եղեք, որտեղ դեմքերը շատերի կբացվի։ Երբ որ կգնաք բնության գիր, կամ եթե ձեր բակում էլ տեսեք, եթե ձեր այգում այդ ծառերը կա, ու լավա որ հողը փխրեցնեք, շուրտար հողը փխրեցնեք ու ամեն այդ հողը շուրտալու հետ խոսեք։ Էլի հիշողությունները, այսօրը շատ օգտակար է հիշել անցյալը, համարվում է մահացածների հիշատակի օր։ Այն կրում է կրկնակի բնութագիր, դա նաև դրական ու բացասական, այստեղ արդեն չարիքի մասին է խոսքը, որ այդ չարիքը չլինի։ Այսքան լուսնային օրվա մասին սենց խառը մի քիչ ասեցի, ես մի փոքրիկ ներկայացնեմ, փոքրիկ, որտեղ ժամանակը սուղ է, ինչեր է սպասվում, այս մեքենայի վթարները շատ են, հատկապես երեխաների հետ կապված, քանի Յուպիտերը գտնում մարություն, երեխաների հետ ծրագրերը շատ է գնում ու ոչ լավ ծրագրեր է, գիտելիքը հիմա ավելի կբարձրանա երիտասարդների մոտ, մեր երեխեքը գիտուն են իրոք, ծնող երեխա հարաբերություններն ապահովազավակ ու հայրերի սխալ գործողությունից, արարքներից, պահվածքից իրանց երեխաները տուժվելու են։ Արդեն ուզած երեխեք կտեսնի, որ իրա պապան սխալ է։ Ես արդեն չգիտեմ այնտեղ ոնց պետք է արդարանա, ոնց պետք է լինի, դա իրա պապան է, պետք է լավ լինի, բայց այդպես չի։
Մի քիչ գլուխները վերև բարձրացեք, տեսեք երկինք կա։ Բնությունից մի կտրվեք, հրդեհներ կա, երկնային աղետներ կա, որտեղ չկա պատերազմ, դե երկնային աղետներն է, հետո կամուրջները շրջանն է սկսվում շուտով, օգոստոսի կեսերից հալա, որը չեմ հիշում, Մարսը կմտնի արդեն խեցգետին, արդեն ընտանիքների մասին, բնակարանների մասին, հարցերը կգնա սահմանների, բայց ոչ սենց Հայաստան ու Ադրբեջան, այդ սահմանը քո ընտանիքի սահմաններն հարևանության մասին է, հիշողությունները շատ կլինի անցյալի, էմոցիաներ կլինի, ամեն մի սխալ գործողություն ստամոքսինը հարվածները տալու, ու այն մեծամիտները միջև անգամ արվեստի բնակավարում, ովքեր ում աստղայինը տարել են իրանց մոտ տանկում է գնալու, ու այս երիտասարդները, որ հիմա իրանք ասպարեզ են դուրս գալու ու գալու են ոչ վատ, բոլոր մեծամիտներին անկումը կլինի, ում աստղայինը տանում է յուրաքանչյուր ոլորտի, ուզում ես կոշկակարեղ, ուզում ես հացթուխ ովքեր մեծամիտ են, ում աստղայինը տարել, ովքեր ես, իրանց մոտ անկում կա, ու դա ողնաշարով է սկսվելու, եթե մարդ անշնորհակալ է, նա առաքինի չի, հավատքի մեջ էլ գող է, հավատքի մեջ, ներողություն խնդրող մարդը մեծահոգի է, այստեղ 3 կետ կա, անշնորհակալ մարդը Տիրոջը չի ընդունում, ներողություն չխնդրողը Տիրոջը չի ընդունում, իր սխալները չընդունողը Տիրոջը չի ընդունում, տեսեք ինչքան բան ասեցի, անշնորհակալ լինելը ներողություն չհայտնելը, իր սխալները չընդունողը, իսլամում ասվում է, որ նա դրախտի դռներ, եթե մարդը առաջինը ներողություն խնդրում, իսլամում խնդրում են հենց այդ մարդուն դրախտի դռներ իր առջև բացվում են։ Մեր քրիստոնյանության մեջ էլ շատ կան նման բաներ, բայց ես իսլամ ասեցի ինչ համար, որտեղ ամբողջ աշխարհը ողողված է իրանցով, բայց ես չեմ կարող ասել նրանց հավատքն է ուժեղ, թե մեր հավատքն է ուժեղ։ Նրանք էլ գիտեն մերն է ուժեղ, մեր Հիսուսն է մեզ ավելի շատ պահպանում, մենք էլ գիտենք իրանցն է։ Բայց ամեն մարդու Աստված իր մեջ է։ Եթե մարդ չունի այդ 3 հատկանիշները, չի կարող շփվել նմանների հետ, մեղավորները միշտ դուք եք լինելու, ու աշխատեք երբեք մեղավորներ չգտնեք։ Արժե օգնել մարդկանց, այսպեսի հարց կա, բարի մարդիկ միշտ խաբնվում են։ Չարը զգում է բարի մարդուն և սկսում է չարաշահել, բարի մարդը օգնելուց հետո իրեն լավ է զգում։ Ունի ուժ, բայց չունի ցանկություն։ Եթե ուզում ես ուժեղ մարդուն օգնել, կերակրի, բայց ոչ թե քո չինական ասացածքի նման քո բռնածկները մի տուր, ցանցը տուր, տեղը ցույց թողի կգնա բռնեցկնել, որտեվ հիմա ահավոր ծոլություն է գնում։ Ծոլություն, բողոքականություն, ձեր բերանները փակեք հերիքա, ես լրագրողներին ուղղակի խնդրում եմ, որտեվ ես հոգնել եմ արդեն այդ տոներից, այդ անգրագիտությունը վերացրեք, ձեր անկրթությունը վերացրեք, մի քիչ կիրթ եղեք, դաստիարակված եղեք, որ փողոցում ինտերվյուներ եք վերցնում, մի հատ տեսեք ումից եք վերցնում։ Մի հատ շնորհքին ոտքից գլուխ այդ մարդուն նայեք, իր մազերի հարդարանքին, հագուստին, կոշիկներին ամենից կարևորը նայեք, տեսեք ումից եք դուք ինտերվյու վերցնում, որ իր գաղափարը ինչպիսին կլինի, որ այդ միկրոֆոնի մեջ անեծքներ չտարածեն Հայաստանով մեկ։ Անեծքներ են ասում գործող իշխանության վրա, այդ իշխանության տակ ենք մենք հիմա բոլորս ապրում։ Մտեք ձեր տները, ձեր բերանները փակեք, հիշեք, որ Սատուրն ամեն ինչ գրանցում է։ Ու հերիքա դոշ խփեք, բոլորը մեղավոր են, բացի դու ինքդ մեղավոր ես, երբ որ բերանից այդ կեղտոտ բաներ ես դուրս տալի, որտեղ դու անգրագետ ես։ Անգրագետ բառից բուն իմաստով։ Դու դպրոցում էլ լավ չես սովորել։ Եթե դու դպրոցում սովորել, լավ պատմություն իմանա այդ գրագետ, դու փողոցում ամեն հիմարի հիմար պատասխան չէր տա։
Այսքան էլ հոգնեցել չեմ ուզում խոսել արդեն։ Հոգնեցեմ խնդրանքս ենա մեր Արմանին պետք է բարի ճանապարհ մաղթենք, ինչ նպատակով որ գնում է թող այդ բոլորը կատարվի, գնում է որ իր կվալիֆիկացիան բարձրանա, պետք է գնա կատարելագործվի, զարգանա, աշխարհ տեսնի, կտխրեմ կարոտից, որտեղ ես շատ սովորեցի մեր Արմանին, ինքը արդեն ինքն էլ է իմ տղան, չեմ ուզում թորնիկ ասել, իմ տղան է։ Թող բոլոր երիտասարդները գիտելիքի մեջ փայլեն ու առաջ գնան, Արմանն իր հավատքն ունի, իր հոգու բարոյականություն ունի, մեծին հարգանքն ունի ու զարգանում է ինքն իր վրա, դա գովելի է։ Դա իրան գովելի է, մենք իրան բարի ճանապարհ կմաղթենք ու կսպասենք կարոտով, ինչ լուր որ իրանից լսեմ, ես ձեզ կասեմ, ոնց եղավ իր մոտ, ինքը որտեղ է իրեն ոնց է ասում։ Դու կասես տեսություն մեր ժողովրդին, Արման ջան։ Ես մեր ժողովրդին ամենալավն ու բարին եմ ցանկանում, մեր Հայաստանն էլ ամենակարևորը խաղաղություն։ Այո, կլինի չէ մեր աշխարհում խաղաղություն։ Անպայման։ Դու ասել ես, որ լինելու է, դժվարություններ շատ է լինելու։ Մեր երկիրը գտնվում է ճիշտ ուղու վրա։ Այո, ամենակարևոր ու երբեք չասեք, այս ինչ չկատարում գնում է կործանման, Հայաստանը կործանման չի գնում, պարզապես դուք չեք ուզում լավ բան տեսնեք։ Երեք մի կնոջ լսում եմ, գոռում, անենց է գոռում, որ ցուսարի գլխին լինի։ Մի հատ լավ բան ցույց տվեք, բերեք, մցրեք աչքս, որ այսօր տարվա մեջ մի լավ բան արել է։ Քո աչքերը կուրացած է, ինչքան էլ բերեն մստեն դու չես տեսնի, որտեղ դու չես ուզում տեսնես։ Դու չես ուզում այդ լավ բանը տեսնես, որ դու խաղաղ ապրում ես, սահմանին կրակոց չկա, այդ հերիք չի։ Ու հերիքա հիմարություններ, դու մանկապարտ տեսա, մի մարդ էլ գոռում է թոշակ է բարձրացրել, ինչ թոշակ, հերիքա հողերը հանձնես, այդ որ հողն է հանձնել։ Հայաստանից որ հողն է հանձնել, հերիքա սուտ խոսեք։ Այնքանով եմ ես վստահ խոսում, որ շրջանի ժողովուրդների մոտ գնում եմ, շփվում եմ, տեսնում եմ, ոնց կան այդպես մարդիկ ապրում են։ Այս թանկացումների մասին ամբողջ աշխարհում է այդպես։ Ամերիկայում այնքան մարդ է իր բիզնեսները փակել, ով է մեղավոր։ Երկիրն է գնում դրան, Ռուսաստանը ընդհանրապես վատ վիճակում, ընդհանրապես։ Այդ որ կուսակցության մի ղեկավար գոռաց Ռուսաստանից մի հեռացեք, սովի կգնա մեր հաջորդ, մեր հաջորդ սովի չի գնա, մենք աշխատող ստեղծող ժողովուրդ ենք։ Բայց ուրիշին ատք չպետք է գցենք առաջնային եւ մեր ունեցածն էլ ոչ մեկին չտանք։ Հենց Ռուսաստանն է սովի մեջ լինելու։ Եթե կհասնեք, հավաքվեք, եկեք գնացեք, ասել եմ, միջևանատներ սարքեք, վարձով տվեք, դուք էլ ապրեք, վայելեք, որտեղ ամեն ինչ ճիշտ ուղու վրա է գնում ու թողեք, որ մարդիկ աշխատեն։ Եթե դուք այդքան գիտուն եք, գնացեք դուք երկիր ղեկավարեք ու հերիք ամեն անհետեթություն լսեք ու հիմք ընդունեք։ Այս աշխատեղերի համար էլ են ինձ հարցում աշխատատեղերները կլինի համբերեք շուտով։ Կաշխատեն, այդ գումարներն էլ տեղել ինչ որ կգնա պետությանը, երկիրը կհարստանա։ Ամեն ինչ լավ կլինի, կտեսնեք, որտեղ սա հիմա պետք էր, մաղի մեջ ամբողջ ժողովուրդը, սա պետք է, ինչ որ հիմա կատարվում է, ձեր հասկացողությամբ, այսքան որ ճիշտ է, սա պետք է մաքրվի, շերտը դուրս գա վատի, որ տակից նոր ծիլ տա, ու տեսեք շատ երկրներից մարդիկ կգան Հայաստան, ոչ հայեր այդքան էլ, բայց ոչ ադրբեջանցիք, կգան ու երկիրը շատ լավ կլինի, կտեսնեք, մենակ սադրանքի չգնաք, որտեղ սադրանքները շատ են, այսքանը, Աստված բոլորիս հետ